Եվրամիությունը Հայաստանին 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի։ Ծրագիրը միտված է երկրի տնտեսական զարգացմանը։ Հայաստանից արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները շարունակում են մտահոգել արտադրողներին։ Խոսքը հատկապես ծաղիկների, մրգերի, հատապտուղների եւ այլ գյուղատնտեսական ապրանքների մասին է, որոնց արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտները զգալի ազդեցություն են թողնում տնտեսության այս ճյուղի վրա։ Աքսիս վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանի գնահատմամբ նման սանկցիաները միայն տնտեսական բնույթ չեն կրում, այլ ունեն նաև քաղաքական ենթատեքստ։ Նրա խոսքով նման քայլերով փորձ է արվում ցույց տալ, որ Հայաստանը շարունակում է որոշակի կախվածություն ունենալ Ռուսաստանից, ինչն ազդեցություն է թողնում երկրի տնտեսական գործընթացների եւ արտաքին առևտրային հարաբերությունների վրա։ Մեր տնտեսությունը բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից կիրառվող այդ ներկրման սահմանափակումներին եւ դրանց հնարավոր ազդեցությանը մեր տնտեսության վրա, իրականում ամեն ինչ կախված է ժամկետից։ Ինչ ժամկետով այս սահմանափակումները կիրառվում։ Մեր զրուցակցի գնահատմամբ ներկայիս կառավարության կողմից իրականացրած քայլերը ողջունելի են։ Նաև ընդգծեց, որ քաղաքական գործընթացներից, մասնավորապես ընտրություններից հետո ակնկալվում է առավել հստակ եւ երկարաժամկետ ռազմավարության մշակում։ Նրա համոզմամբ այդ քայլերը հնարավորություն կտան ավելի արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին եւ ապահովել երկրի տնտեսական կայուն զարգացումը։ Մեր ընկալմամբ թերևս ընտրություններից հետո իրավիճակը ավելի այսպես ասած հանգուցալուծման կգնա եւ մենք մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա ընթացքում վստահ ենք, որ իրավիճակը էականորեն կհարթվի։ Այդուհանդերձ այն միջոցառումները, որը կառավարությունը անհապաղ ձեռնարկեց, ողջունելի են եւ ես կարծում եմ դրանք հնարավորություն կստեղծեն որոշակիորեն մեղմելու բացական ազդեցությունները մեր տնտեսվարողների վրա։ Այն ծրագրերը, որը նախատեսվել է կոնկրետ ապրանքատեսակների, 4 ապրանքատեսակների գծով, նաև կոնկրետ երկրների մաքսատուրքի ազատում, եթե արտահանվում է ԵՄ, Միացյալ Թագավորություն, Կանադա, մաքսատուրքի փոխհատուցում, դրանք բոլորը բնականաբար ողջունելի են։ Բնականաբար դրանք այնպես չի, որ ամբողջովին կապված են հենց տնտեսական, խնդիրների հետ կապված, կամ որակի հետ կապված, դրանք քաղաքական, այսպես ասած, մոտիվացիա ունեն եւ նպատակներ ցույց տալու, թե ինչ կլինի, եթե Հայաստանում չընտրվեն պրոռուսական իշխանություններ, Այս է հիմնական իրաց նպատակը, այսպես ուզում են դեմոնստրատիվ ցույց տալ, թե մեր տնտեսության հետ ինչ կարող է տեղի ունենալ։ Միևնույն ժամանակ փորձագետը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականությունը, ամրապնդելով կապերը Եվրոպական միություն, Միացյալ Թագավորություններ եւ Կանադա։ Թեմային անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։ Փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի եւ առաջիկայում սա կդառնա իրողություն, սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաճի։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։